Դու ազատ ես։ Նստի։ Մտածում էի առավոտ կթողեք, բայց հիմա էլ վատ չի։ Իշտա այդ կացա։ Չհասկացա։ Մենք վկայից ուսմունք ունենք, որ պնդումը քեզ տեսել է Արամի հետ։ Չի կարա ինձ ինչ-որ մեկը Արամի հետ տեսած լինի, որտեղ ես Արամի հետ չեմ եղել։ Բա ով է եղել։ Վկայիդ հարցրը։ Արդեն հարցրել եմ, ու մանրամասն ցուցմունքը ունեմ։ Ես ասում եի չէ, որ իդեալական հանցագործություններ չեն լինում։ Դու պրոստը բլեֆ ես անում։ Չէ, այս անգամ շատ լուրջ է։ Ու եթե դու չես ուզում ցմահ նստես, ավելի լավ է ինքնական խոստող անես։ Լավ, կամքը քոնն է։ Ուրեմն դու կալանքի տակ կմնաս այնքան ժամանակ, մինչև մենք մանրամասն չուսումնասիրենք ու չստուգենք այս վկայի ցուցմունքը։ Հավաքի ժամանակ քո մասին էլ է խոսակցություն եղել։ Չախը զրուցն հենց է տարել, որ իբր խաբել ես իրենց տղերքի պահով։ Բայց Ռաֆը սղծրել է խոսակցությունը։ Ասել է, որ քեզ էլ են խաբել ու թյուր իմացության մեջ գցել։ Ինձ այդ հիմա չի հետաքրքրում։ Տղեկի պահով նոր որոշում կա։ Հա։ Հավաքինով ներկա է գտնվել, բոլորը կամանդ են տվել իրանց տղեկին, որ գտնեն ու սպանեն Գոռին ու ընկերներին։ Այս հարցը հիմա մենակ Բեկինը չի։ Գոռի մամայի բժշկին տեսար։ Հա, վիճակը լուրջ է։ Մենակ օպերացիան կարա փրկի կյանքը, էն էլ եթե հաջող անցնի։ Ասեցի, որ փող դեղ, ոչ մեկը պրոբլեմ չի, ամեն ինչ կհասցնենք։ Հա, ասել եմ Թորգոմ ջան։ Թորգոմ, տղերքի իրանց որոշումը չեն փոխելու։ Ես այդ գիտեմ։ Ու մինչև առավոտ բան չի փոխվելու։ Գնանք, ուզում եմ հետները խոսանք։